ուզում եք փռշտա։ Գիր գինի ջազ Նյումեգ հրատարակչությունն ու Երազ Projects-ը ներկայացնում են 5-րդ Նյումեգ Summer Fest-ը Երազ այգում։ Երկօրյա փառատոն եռակի հաճույք։ 2 օր 5 մանկական, 5 մեծերի համար։ Պանելային քննարկումներ, հանդիպում հեղինակների հետ, մանկական հատուկ շոու ծրագիր։ Յուրաքանչյուր ժամ գինու համտես հայկական 6 գինեգործական ընկերություններից զրույցներ գինու, մշակույթի ու ավանդույթների մասին ու գինու անվճար հյուրասիրություն։ Ջազը կհնչի ամենուր, կենթանի երաժշտություն հայկական ջազի հայտնիների կատարմամբ և DJ ջազային միքսերով։ Հանդիպում ենք հունիսի 21-ին 22-ին երեկոյան 5-ին սկսում ենք մանկական փառատոնով, ներկայացումներով, երաժշտությամբ, գրքերով։ Շարունակում ենք գինու գավաթով, ջազով ու շատ գրքերով։ Նյումեգ Summer Fest 2025 հունիսի 21-22 17:00-ից մինչև կեսգիշեր։ Փառատոնի համակազմակերպիչ Երազ Projects, գլխավոր գործընկերներ Հայաստանի ջազ ասոցիացիա, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ, Գեսո ընկերություն, գլխավոր հովանավորներ Էվոկա բանկ, Cinema Star Armenia, Dobry հյութեր, հովանավորներ Printing AM, Karl Max Food Service, ինֆորմացիոն գործընկեր Pan.am։ Բարի առավոտ, անոնսից հասկացանք, թե ինչպեսի հետաքրքիր եւ իսկապես մշակութային ու ժամանցային միաձուլում է տեղի ունենալու Նյումեգի շրջանակում, իսկ Նյումեգ հրատարակչությունն ու Երազ Projects-ը արդեն 5-րդ անգամ հրավիրում են ամառային գլխավոր գրքատոնին, Նյումեգ Summer Fest-ին։ Մտապահեք օրերը։ Հունիսի 21-ին եւ 22-ին Երազ այգում երեկոյան 5-ից մինչև կեսգիշեր, իսկ թե ինչ է սպասվում փառատոնին կպատմեն մեր հյուրերը։ Զրուցելու ենք Նյումեգ հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի, Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադրամի Անի Սողոյանի եւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հյուրընկալության համար։ Այո, մեզ մոտ հյուրընկալությունը որպես գլխավոր դերերում է, մեզ հետաքրքիր է նախ մի փոքր անոնս անենք, հասկանանք ինչ է սպասվում այդ օրը, ինչ է նշանակում գինի, գիր, ջազ եւ արդյոք սա գրքի փառատոն չէ, ինչպես է այս ամենը միաձուլել իրար։ Գրքի փառատոն է, սկսենք այդտեղից։ Նյումեգը հայտնի է որպես ոլորտում, գրական ոլորտում, մշակութային ոլորտում նորարար փորձարկումներով մենք միշտ նոր բեսթսելերներ ենք բերում, շուկա թարգմանում եւ այս նորույթ պահպանելու մեր բովանդակության մեջ որոշեցինք, որ ամառային փառատոնը կարող ենք կազմակերպել մեկ այլ ձևաչափով, որը մեր թիմի համար, մեր ընթերցողների համար կարծում եմ շատ սպասված ու սիրելի կլինի։ Միավորել ենք ջազի եւ գինու ոլորտները գրքի հետ։ Գինին գրքի հետ միշտ ջազը սազում է, այո, ասոցացվում է, գինին սազում է, այնպես որ մենք որոշեցինք, որ միավորելով այս ոլորտները, միավորելով այս ամենի սիրահարներին մեկ տեղում, մեկ ուիկենդին հրավիրելով, մենք կարող ենք ունենալ շատ գեղեցիկ ամառային գրքատոն, որը լցված կլինի գեղեցիկ եւ որակյալ երաժշտությամբ, մարդիկ կարող են ըմբոշխնել հայկական գինիներ, ծանոթանալ նոր գինեգործների հետ։ Իհարկե ջազի եւ գինու մասին իմ գործընկերները ավելի մանրամասն կպատմեմ, ես կարող եմ ասել, որ Նյումեգը այս փառատոնին ներկայացնելու է 10 նոր գիրք մանկական եւ մեծահասակների համար։ Ունենք նոր բեսթսելերներ, սպասված գրքեր, որոնք արդեն շարունակություն են, հրատարակված գրքերի եւ ունենալու ենք հետաքրքիր քննարկումներ, գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների հետ, մանկական շատ զվարճալի, հետաքրքիր ուսուցողական ծրագիր փոքրիկների համար, այնպես որ երեկոյան 5-ից սկսած այս շաբաթ-կիրակի մայրիկները, տատիկները, պապիկները բոլորի ընտանիքներով կարող են գալի Երազ այգի, սկսել օրը երեխաների համար ժամանցով, այնուհետև մենք կշարունակենք գինով եւ ջազով լի գրական տոնը։ Անդրադառնանք ջազին։ Անի, ինչպես հասկացանք, Նյումեգի ամառային փառատոնի ջազային հատվածը ապահովելու է Ջազի ասոցիացիան։ Մի փոքր անոնս տվեք մեզ, թե ինչ կլսեն ջազի սիրահարները։
Նախ ասեմ, որ շատ հետաքրքիր համադրություն է գրականությունը, գինին եւ ջազը ինքը քանի որ որոշակի ինտելեկտուալ մտածելակերպի հասարակության համար է շատ լավ համախմբում է կինո փառատոն գրքի փառատոնի հետ այս բaragայում փառատոնները շատ են եւ հետեւաբար նորմալ է որ կարող հատկապես գինին ակտուալ է գինին էլ դա խմիչք է որը մշակույթ ունի իր մեջ այս բaragայում 3 մշակութային բաղադրիչները համախմբվել են մեզ սպասվելու է բնականաբար կենթանի երաժշտություն, կենթանի կատարումներ, առաջի օրը հունիսի 21-ին կհնչի Արտյոմ Մանուկյանի տրիոն իրենց հեղինակային ստեղծագործություններով, երկրորդ օրը հունիսի 22-ին լինելու է Dialogue Project-ը, որը ավելի դինամիկ, ավելի երիտասարդության ուղղված երաժշտություն է լինելու, ինքը համախմբում է նաև ջազը եւ որոշակի առումով R&B տարերը։ Նաեւ նորամուծություն են կանելու լինելու է DJ, որը նվագելու է ջազ ստանդարտներ։ Չնայած մեր հասարակությունը ավելի սովոր է, հա, ջազը կենթանի կատարմամբ լսել, բայց ամբողջ աշխարհում շատ հիմա նոր ոնց որ տենդենց է գնում նաեւ DJ-ների կատարմամբ, թե վինիլային մշակումներով, թե այլ նաեւ այդ տարբերակով ըմբոշխնել։ Դենց որ այս բaragայում մեզ կսպասվի նաև այդպիսի նոր լուծումներ։ Շատ հետաքրքիր իսկապես համագործակցություն է տեղի ունենում եւ ջազն է ճիշտ ընտրված, որովհետեւ կարող է լինել դասական երաժշտություն կամ մի այլ ժանր երաժշտական, բայց իսկապես ջազը շատ համահունչ է։ Եվ այո, ես գիտեմ, որ Նյումեգը ոչ միայն այս ժանրն է երաժշտական իր հետ թևանցուկ քայլեցնում, եւ խաղաղագործության ու գինեգործության ասոցիացիան եւս գլխավոր գործընկերներից է Նյումեգի, այս դեպքում եւ գիտեմ, որ դուք նաեւ ներկայացնելու եք ոչ միայն հայկական գինիներ, այլ նաև դրա ավանդույթները, պատմությունները, ինչպես եք դուք մասնակցում այս ձևաչափով Նյումեգի փառատոնին։ Իրականում մեզ համար շատ լավ հնարավորություն է ներկայացնել եւս մեկ անգամ հայկական գինեգործության մշակույթը այս հարթակում եւ գիտեք գինեգործությունը վերածնունդ է ապրում, տարի ավելանում են նոր արտադրողներ, որակյալ գինիներ եւ մեզ համար շատ հաճելի հնարավորություն է, այսպես ասած, մասնակցել այս փառատոնին, քանի որ գինին էմոցիա է եւ գիրքն էլ ջազն էլ էմոցիա է փոխանցում, շատ հետաքրքիր համադրություն կլինի։ Մենք ներկայացնում ենք մեր լավագույն գինեգործական ընկերություններից 5-ին։ Կարծում եմ, որ այցելուները հնարավորություն կունենան բացահայտել նոր ընկերություններ իրենց համար, համտեսել հրաշալի հայկական գինների եւ ինչու ոչ լավ տրամադրություն ունենալ եւ կարծում եմ թեմատիկ միջոցառումները պետք է շատ լինեն, որովհետեւ վերջի տարիներին նաեւ իրադարձային փառատոնները բավականին ակտիվ զարգանում են Հայաստանում եւ մենք շատ ուրախ ենք, որ մասն ենք կազմում այս հրաշալի միջոցառմանը։ Անի փառատոնները շատ են։ Հատկապես ջազ գինի այս միացությամբ ինչով է առանձնանում հենց այս փառատոնը այդ ֆեստերից։ Ջազի փառատոնը, ջազ ֆեստը, գինու փառատոնը, որ վերջերս էր, կարծում եմ մեր ընթերցողներն էլ ակտիվորեն մասնակցել են, ինչով է տարբերվում բովանդակությամբ։ Մենք ջազը եւ գինին, ինչպես նախորդիվ նշեցի, միավորում ենք գրականության հետ, այս դեպքում որակյալ ժամանակակից գրականությունը գալիս է ավելի կենտրոնական եւ միաձուլվում է ջազի նոտաների եւ գինու բույրի հետ։ Հիմնականում բովանդակային շեշտադրումը այն է լինելու, որ մենք նույն գինեգործների հետ աշխատում ենք, որպեսզի նրանք էլ հարթակ ունենան ներկայացնելու իրենց գինու տեսակը, մեր այցելուներին պատմելու գինու ավանդույթների, պատմության, նաև ինչու՞ չէ օգտվելու, խմելու կանոնների մասին, այնպես որ այս ամենը շատ ուսուցողական է, շատ բովանդակային է լինելու, միայն ժամանցի համար չէ, միայն ըմպելու համար չէ, այնպես որ մենք հրավիրում ենք բոլորին, որպեսզի գան գտնեն իրենց ամռան նոր գիրքը, գտնեն նոր գինի, որը իրենց սիրելին կարող է դառնալ եւ իհարկե վայելեն մեր լեգենդար ջազմենների կատարումները։
Իսկապես այդպես է, ես կարծում վստահ եմ, ինչպեսի հետաքրքիր եւ շատ ժամանցային տրամադրություն է լինելու, գրական ամենակարևորը, խոսելու գրքից, գրքերի հերոսներից հրաշալի է։ Շատ շնորհակալություն հյուրընկալվելու համար եւ շնորհակալություն հրավերի համար եւ մեզ եւ բոլորին հունիսի 21-ին ու 22-ին։ Մենք Newmek Summer Fest-ի մասին էինք զրուցում եւ զրուցում էինք Newmek հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի, Ջազի հայկական ասոցիացիայի համահիմնադիր Անի Սողոյանի եւ Հայաստանի խաղաղագործության ու գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ։ Շատ շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Շնորհակալություն, իսկ Սպասենք։ Անպայման, իսկ փառատոնը տեղի կունենա այս շաբաթ եւ կիրակի օրերին, հունիսի 22-ին եւ 21-ին Երազայգում երեկոյան 5-ից մինչեւ կեսգիշեր։ Փառատոնը կսկսվի երեկոյան 5-ին մանկական ծրագրով ու կշարունակվի մեծերի համար նախատեսված ծրագրով։ Մասնակիցներին սպասվում է գինի, ջազ երաժշտություն ու իհարկե 10 նոր գիրք։ Այդ գրքերից մեկի թրեյլերը կդիտենք հենց հիմա տեսանյութը գովազդից հետո կլինի։ Միլիոնավոր մարդկանց կուռքը ուժի ու հաղթանակի արդարության ու ազնվության խորհրդանիշը։ Ավստրիայի փոքրիկ գյուղից բոդիբիլդինգի մեծ աշխարհ, Հոլիվուդի Օլիմպոս ու նույնիսկ մեծ քաղաքականություն նվաճած լեգենդա։ Արնոլդ Շվարցնեգերը գրել է իր անձնական փորձի, հաջողությունների ու ձեռքբերումների գործնական փիլիսոփայությունը։ Fantastic. Yes, be useful. Ոչ մի պատահականություն Շվարցնեգերն իր կյանքի ու կարիերայի հաջողությունը կերտել է հետևողական աշխատանքով, անկոտրում կյանքով ու մեկ հիմնարար սկզբունքով՝ լինել օգտակար։ Լեգենդար բոդիբիլդեր, դերասան ու նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերը խորհուրդ է տալիս, թե ինչպես ամբողջությամբ օգտագործել սեփական ներուժը, ազդել ու փոխել քո ու ուրիշների կյանքը։ Կյանքի ու հաջողության համապարփակ ուղեցույց օգտակար լինելու գաղափարը կյանքի փիլիսոփայություն դարձնելու շնորհիվ։ Արնոլդ Շվարցնեգեր, օգտակար եղիր կյանքի 7 կանոնները։ Գրքի գլխավոր գործընկեր Մանթաշյանց գործարարների ակումբ։ Բարի առավոտ, դիտեցինք բոդիբիլդեր, դերասան, քաղաքական գործիչ Արնոլդ Շվարցնեգերի նոր գրքի անոնսը։ Գիրքը հրատարակել է Newmek-ը։ Շնորհանդեսը տեղի կունենա շաբաթ օրը Երազայգում Newmek Summer Fest-ի ժամանակ։ Փառատոնը կտևի 2 օր, շաբաթ ու կիրակի, հունիսի 21-ին ու 22-ին, ինչպես նշեցինք, Երազայգում։ Եվ այն կսկսվի երեկոյան 5-ին մանկական գրքերով ու ծրագրերով եւ կշարունակվի մինչեւ կեսգիշեր։ Փառատոնին հայկական գինեգործության ընկերությունները կներկայացնեն իրենց գինիների պատմությունն ու ավանդույթները, կլինի նաև գինուհամտես, հայկական ջազի աստղերը կկատարեն իրենց լավագույն կատարումները, իսկ բացի այդ կլինի նաև խաղարկությունը ու պանելային քննարկումներ։ Այդ ամենի մասին սիրով կխոսենք Newmek-ի Summer Fest-ի գլխավոր հովանավոր Էվոկաբանկի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լյուսի Սարուխանյանի ու Newmek-ի կորպորատիվ եւ միջազգային գործունեության ղեկավար Նանե Մանուկյանի հետ։ Բարի առավոտ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Իսկապես այդպես է, որ Էվոկաբանկը երկար ժամանակ է արդեն Newmek-ի կողքին է, որպես ընկեր, գործընկեր այս դեպքում հովանավոր։ Ինչու է ձեր բանկի համար կարևոր լինել գրական միջոցառումների, մշակութային միջոցառումների կողքին։ Էվոկաբանկի մասնակցությունը Summer Fest-ին արդեն ավանդույթ է դարձել։ Մենք 4 տարի անընդմեջ գլխավոր հովանավորն ենք միջոցառման եւ ուզում եմ նշել, որ ես արդեն չեմ պատկերացնում Newmek-ի Summer Fest-ը առանց Էվոկաբանկի, ինչը երևի լավ է, որ չեմ պատկերացնում։ Ես էլ ինձ արդեն տանն եմ զգում այս ստուդիայում, քանի որ ամեն տարի հավաքվում ենք եւ քննարկում ենք միջոցառումը։ Ինձ թվում է պատճառները շատ ակնհայտ են, ինչու ենք մենք մասնակցում, քանի որ սա ուղղակի միջոցառում չի, ուղղակի ինչ-որ զվարճանքի մասին չի, սա հստակ նպատակ ունեցող միջոցառում է, որի վերջնական նպատակն է, կարծում եմ, ավելի գրագետ հասարակություն ունենալը, ինչը մեր բանկի արժեքների մեջ է մտնում։ Դրա համար մենք սիրով մասնակցում ենք միջոցառմանը, փորձում ենք մենք էլ մեր կողմից գեղեցկացնել այն, իսկ այս տարի ավելի հետաքրքիր ֆորմատով է հանդես գալու Newmek-ը, ինչը կարծում եմ ավելի շատ նոր մասնակիցներ կբերի միջոցառմանը եւ հետաքրքիր կոնցեպտ կունենանք միասին։ Նանե, փառատոնի օրակարգը շատ խիտ է։ Պանելային քննարկումներ, երաժշտություն, ամեն ինչ, բայց նաև լինելու է գրական մրցույթ։ Ամփոփվելու է գրական մրցույթային։ Մի փոքր այս մրցութային մասին խոսենք։
Ես մրցույթին շատ արագ կվերադառնամ, պարզապես Լյուսիի խոսքը շարունակելով, ինչու է մեր համագործակցությունը մեր գործընկերների հետ սովորաբար երկարաժամկետ, որովհետև սա ոչ միայն ու ոչ այնքան, այսպես ասած, բարի կամքի դրսևորում է, որքան խորքային, արժեքային դիրքորոշում, եւ մեր գործընկերների ընտրությունը հենց դրա մասին է խոսում, եւ նրանց միջոցով մենք կարողանում ենք այս արժեքները տարածել ու ավելի լայն սոցիալական շրջանակի ներկայացնել մեր գրքերը, փառատոները եւ վերադառնալով գրական մրցույթին, ուրեմն Նյումեգը ունի ձմեռային եւ ամառային փառատոններ եւ կարծես ավանդույթ է դարձել, որ ձմեռային փառատոնին մենք հայտարարում ենք մի մրցույթ, ամառայինին հաղթողին ենք հայտարարում եւ հաջորդ ձմեռայինին արդեն հաղթողի գիրքն ենք հրատարակում։ Առաջին նախադեպը Արցախցի գրողների մրցույթներ, Նյումեգը եւ Թովմասյան հիմնադրամը համատեղ ջանքերով ուրեմն հայտարարեցին մրցույթը, հաղթեց Հերմինե Ավագյանը, Արցախցի հեղինակ, դրա մասին այստեղ խոսել ենք եւ մենք հրատարակեցինք նրա հրաժեշտի աչքերը պատմվածքների ժողովածուն, ինչը մեծ արձագանք գտավ, առաջին տպաքանակը սպառվեց եւ մենք հանձն էինք առել ամբողջ ընթացքը հրատարակչական, ինքներս հոգալ, թե ծախսերը, թե մասնագիտական, հա, այս օժանդակությունը եւ հասկացանք, որ կարիքը կա մեկ այլ մրցույթի եւ այս ամենը ինչ որ շարունակական ցիկլի մեջ դնելու եւ նախորդ Winter Fest-ին հայտարարեցինք մեկ այլ մրցույթ երիտասարդ գրողներին նվիրված գրական մրցույթ եւ մեզ դիմեցին 20-ից ավելի երիտասարդ գրողներ իրենց գրական արձակ ստեղծագործություններով ու իրականում իսկապես շատ բարդ ընտրություն է ժյուրին կատարել, բայց արդեն ունենք հաղթողին եւ նրա անունը այո հաղթողը մեկն է, բայց լավ ստեղծագործությունները շատ էին, հետեւաբար մենք բոլորին արդեն խրախուսել ենք եւ շարունակելու ենք խրախուսել, որպեսզի շարունակեն, որպեսզի նոր սերնդի նոր ձայները, գրական ձայները հնարավորություն ու հարթակ ունենան ներկայացնելու իրենց ստեղծագործությունները։ Իսկապես ժամանակակից գրականությունը համալրվի, որովհետեւ մեր կողքին իսկապես շատ տաղանդավոր մարդիկ են ապրում։ Բայց ոչ միայն սա, որպես անակնկալ, այլ նաև անակնկալները պատրաստել է Էվոկաբանկը 3 եւ ավելի գիրք գնաց մասնակիցների համար եւ նաև ֆինանսական գրագիտության մասին պանելային քննարկում է լինելու։ Կպատմեք այս նախաձեռնությունների մասին, ինչպես հասկացաք։ Մինչև պատմելու ուզում եմ ասել, որ Անահիտի վերնաշապիկի ընտրությունը գույնի, ինձ թվում է պատահական չի ստացվել։ Չեմ կարողանում աչքս կտրել վերնաշապիկի գույնից, ու թե ճիշտ ընտրված է, ճիշտ երանգի մեջ։ Իսկ ինչ վերաբերվում է մեր միջոցառումներին, մենք ամեն տարի փորձում ենք հետաքրքիր ձև ներկայանալ եւ այս տարի մի հետաքրքիր կոնցեպտով ենք լինելու ներկա միջոցառմանը։ Մենք մեր Instagram-յանում էջում ունենք շարք վիդեոների, որոնք որ կոչվում են Money Talks։ Մեր հյուրերի հետ խոսում ենք փողից, փողի հանդեպ վերաբերմունքից եւ այլ հետաքրքիր թեմաներից եւ որոշեցինք այս կոնցեպտը բերել Summer Fest կունենանք պանելային քննարկում, իրականում գուցե ոչ այդքան ֆինանսական գրագիտության, այլ հենց փողի եւ փողի հանդեպ վերաբերմունքի մասին։ Դա իմ մասին է։ Այո։ Ես պետք է լինեմ այդտեղ, որ հասկանամ ինչպես վերաբերվել։ Սպասենք ձեզ անպայման։ Ի վերջո, ինչպես վերաբերվել այդ։ Ու ունենանք տարբեր հյուրեր, տարբեր ոլորտներից, որովհետեւ լսենք տարբեր կարծիք, ինչպես պետք է վերաբերվել փողի։ Մեր հյուրերն են Աստղիկը Սահակյան, Հայկը Սիմոնյան եւ Արանջ Հալեբյան։ Կարծում եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու, պանելային քննարկում ես եմ վարելու, նաեւ խաղարկություն ենք ունենալու, ինչպես նշեցիք, գիրք գնաց մեր մասնակիցների համար։ 3 գիրք գնաց, այո։ Մեր հաղթողները կշահեն 30,000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր, 3-ը նրանցից եւ պատահականության սկզբունքով վերջում, եթե չեմ սխալվում, այո, համերգից առաջ կիրականացնենք խաղարկությունը եւ 3 հոգի կշահի մրցանակները։ Էլի շատ անակնկալներ ենք ունենալու, բայց դրանք արդեն տեղում։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, անպայման պետք է գտնվել հունիսի 21-ին ու 22-ին Երազայգում, որովհետև ոչ միայն հրաշալի գրքերի նոր շնորհանդեսներ, բեսթսելերներ են ներկայացվելու, այլ նաև փաստորեն այսպիսի հրաշալի նախաձեռնություններ եւ անակնկալներ, այո, որոնք որ պատրաստվել են ձեզ համար, սիրելի գրքասերներ եւ ընդհանրապես արվեստասեր մարդիկ։ Շնորհակալ ենք նախ այստեղի նախաձեռնության, հետո հրաշալի եւ ճիշտ համագործակցության համար։ Նյումեգը գիտի թե ինչ է անում, այնպես որ եւ լավ է անում, այն ինչ անում է։
Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալություն ձեզ, լավ օր։ Մենք զրուցում ենք Էվոկաբանկի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լյուսի Սարուխանյանի ու Նյումեգի կորպորատիվ եւ միջազգային գործակցության ղեկավար Նանե Մանոկյանի հետ։ Էվոկաբանկը Նյումեգի ամառային գիր, գինի, ջազ փառատոնի գլխավոր հովանավորն է։ Փառատոնը տեղի կունենա այս շաբաթ եւ կիրակի օրերին, երեկոյան 5-ից։ Երազայգում 2 օրերն էլ փառատոնը կսկսի մանկական ծրագրով, կներկայացվի 5 նոր մանկական գիրք եւ նաեւ հիմա առաջարկում եմ դիտել Kids Fest-ի անոնսը, հետո զրուցենք արդեն մեր հյուրերի հետ այս թեմայով։ Փոքրիկներ, եւ ինչու ոչ նաեւ դպրոցականներ ու նույնիսկ պատանիներ։ Պատրաստվեք, գրքերի մեծ տոնն է մոտենում, բայց հիշեք, սա սովորական փառատոն չէ, սա երազի գրքի տոնն է։ Իսկ դուք գիտեք, թե ինչ է լինելու երազայգում։ Հիմա իմ ընկերները կպատմեն։ Նոր գրքեր Նյումեգի երազ մատենաշայից ներկայացում հատուկ մեզ համար հետաքրքիր հեքիաթներ, որոնք կպատմեն մեզ հայտնի եւ սիրելի մեծերը, հերոսներ, որոնց դեռ չես հանդիպել։ Երաժշտություն, որ միանգամից ուզելու ես բարել, համեր եղանակնկալներ եւ շատ խաղեր ու գլխավտույր զվարճան։ Այո, բեր քո ընկերներին, մեզ հետ ուրախ է լինելու։ Մուտքն ազատ է։ Հունիսի 21-ին, 22-ին, երազայգի 17:00-ից սպասում ենք ձեզ։ Մեծ պայուսակով կգաք, այնքան շատ գրքեր են լինելու։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, սա էլ արդեն Նյումեգի Kids Fest հատվածը հունիսի 21-ին ու 22-ին այս շաբաթ ու կիրակի երազայգում Նյումեգը հրավիրում է մասնակցելու իր ամառային փառատոնին։ 10 նոր գիրք, շատ երաժշտություն, գինի, քննարկումներ, հանդիպումներ հեղինակների հետ եւ այսպես փառատոնի մասին զրուցելու ենք Նյումեգ հրատարակչության երազ մանկական մատենաշարի ղեկավար Գոհար Մանոկյանի ու փառատոնի գլխավոր գործընկեր Geso Production-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Մկրտչյանի հետ։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Շնորհակալ ենք, որ ամեն փառատոնին մենք այստեղից տեղեկացնում ենք մեր փառատոնի մասին։ Մենք սիրով, որովհետև մշակույթը, արվեստը մեզ հետ է եւ մենք անպայման պետք է լինենք դրա կողքին, այլ կյանքի բարձր որակ չենք պատկերացնում։ Արդեն 5-րդ անգամ է Նյումեգը երազայգում կազմակերպում փառատոնը, բայց այս տարի նաև միացել է Kids Fest-ը։ Այս գործակցության մասին մանկական փառատոնը այնքան է մեծացել, մենք կատակով ասում ենք, որ արդեն հասել է մեծերի փառատոնին։ Մենք կայացել ենք, հասունացել է երազ մատենաշարը եւ կարողանում է արդեն ներկայանալ որպես առանձին փառատոն իհարկե, բայց այս անգամ որոշեցինք, որ կարող ենք միավորել, որպեսզի ծնողները մտավախություն չունենան գալ առաջին 2 ժամը երեխաները կվայելեն, ծնողները ինձ թվում է էլ ավելի կվայելեն, երբ որ երեխաները գրական միջավայրում են եւ այդ 2 օրվա ընթացքում մենք նախապատրաստել ենք 5 գիրք եւ բացի գրքերից նաեւ մանկական ներկայացումներ երազ այգին այս անգամ քանի որ երազ այգում նոր փոփոխություն է տեղի ունեցել ամեն շաբաթ մեկ ներկայացում է լինում եւ մենք որոշեցինք որ պարտադիր գրկենք նաև ներկայացումները մանկական փառատոնի ծրագրում։ Բացի դրանից նաև երաժշտական շատ հետաքրքիր համարներ են լինելու, փորձում ենք ամեն փառատոնին այնպես անել, որ ներկայացնենք նաև այնպիսի երեխաների տաղանդավոր խմբերի, ովքեր որ մեր պոտենցիալ ընթերցողներն են։ Այո, իսկապես շատ ճիշտ ներգրավվածություն, քիչ առաջ մեր նախորդ հյուրերին դե ասում էր, մենք գիտենք, թե Նյումեգը իսկապես եւ Նյումեգը գիտի թե ինչ է անում եւ լավ է անում այն ինչ որ անում է, պես այս դեպքում նաև սա ներգրավված իսկապես սերնդին ճիշտ ճանապարհի վրա մեծացնելու եւ դրան դաստիարակություն տալու համար Նյումեգը ջանք ու եռանդ չի խնայում։ Geso ընկերությունը Նյումեգի գլխավոր գործընկերներից մեկն է, հովանավորներից մեկը, բայց նոր չէ, այսինքն այնպես չէ որ նոր եք ճանաչում եւ համագործակցում, բայց խնդրեմ պատմել ձեր համագործակցության մասին, ինչպես է որ գրականության կողքին եք։ Մենք իհարկե համագործակցում ենք արդեն վաղուց Նյումեգի հետ Summer Fest-երի շրջանակներում եւ նաեւ մի շարք այլ տարբեր փառատոններ աշխատել ենք բազմիցս եւ այսքան աշխատանքային փորձի իրար հետ շատ արդեն ձուլված ենք իրար հետ։ Մեր գործընկերները մի թիմ ենք մենք, բոլոր փառատոներին կտեսնեք սրտացավ, արդեն այսօրվանից Geso-ի թիմը երազայգում է, որպեսզի եւ բեմը եւ ձայնային տեխնիկապես ամեն ինչ անի, որ ոչ մի խնդիր չառաջանա։
Դե իսկապես, եթե խոսում ենք փառատոնի մասին, այն պետք է անպայման իսկապես նաև հագեցած լինի տեխնիկապես, որպեսզի յուրաքանչյուր միտք, ասելիք, խոսք, այս դեպքում նաև միջոցառման հստակ վիճակ տեղ հասցվի, եւ դա իսկապես պրոֆեսիոնալ տեխնիկական աշխատանքի շնորհքն է։ Այո, Գոհար, ամառային արձակուրդներ են։ Երեխաները կարծում եմ հենց արդեն արձակուրդների ժամանակ մի փոքր ուզում են խաղալ, ցրվել, այդ դասերից կտրվել, ստիպողաբար նրանց կարծում եմ գրականությանը բերել եւ կցել մի փոքր դժվար է։ Այ ինչպես անել, որ ընթերցանությունը լինի ոչ թե ստիպողաբար, այլ սիրով, հաճույքով, ինչ գրքեր են առանձնացված, որոնք սեր եւ ցանկություն կառաջացնեն երեխաների մեջ։ Սովորաբար Նյումեգում ամեն ինչ լինում է անձնական փորձի վրա, երազմատենաշարը հիմնված է ամբողջությամբ անձնական փորձի վրա։ Մեր երեխաների վրա ենք փորձարկումները կատարում, իրենց բախտը կամ բերել է կամ չի բերել այս դեպքում։ Այս պարագայում միանշանակ բերել է, որովհետև փորձ ունենք նաև մանկական ակումբ, որոնք այդ երեխաները եւ մեր գրքերի թրեյլերներն են ընթերցում եւ գրքերն են ընթերցում։ Երազմանկական մատնաշարը ունի մի հետաքրքիր խորագիր, երբ կարդալը խաղու պար է։ Ինչպես անել, որպեսզի երեխայի համար դառնա խաղու պար կարդալը ու նաև օգտակար խաղ։ Պետք է նախ այդ ցանկացած տարիքային խմբի համար առանձնացնել գրքերը։ Հենց դա էլ արել է Նյումեգը, ցանկացած գիրք, որը որ կտեսնեք մանկական մատենաշարի, ունի իր տարիքային խումբը։ Այսինքն եթե 6 տարեկան է, երբեք պետք չէ նրան տալ, ասել, որ շատ խելացի երեխա է, տանք թող կարդա 10 տարեկանի համար նախատեսված, այո, կամ այս դեպքում մեր մուշի տարօրինակ ճամփորդությունը, այն ունի հստակ տարիքային խումբ եւ պետք է երեխային ոչ թե վախեցնել գրքով, գրքի չափ Դրա համար, եթե նրա բառապաշարը թույլ է տալիս ընթերցել մոտավորապես 1000 բառ, դրա համար պետք է 6 տարեկան երեխան կարդա 1000 բառը շրջանակում գիրք։ Ու հենց այդ ամեն ինչը կա, ավելի բարձր տարիքում մինչև 20000 բառ պետք է լինի գրքի մեջ։ Տարաչափը պետք է մեծ լինի, եթե նոր է սկսում տառերը սովորել դպրոցական տարիքում։ Հենց արդեն տառերը նրա համար սովորական են դառնում, փոքրացնում ենք տառաչափը։ Տառատեսակը պետք է ուրիշ լինի, դա էլ ենք փոխել, կոչվում է հեքիաթ տառատեսակ, ամեն ինչ մտածված է, եթե քիչ է նրա բառապաշարը, շատ են նկարները, բացելով նկարները նա արդեն կուզենա կարդա, թե ինչու է կատեն ուզում դառնա պապիկ, մեր նոր գրքի վերնագիրն է, կամ պոետն ու հոտը, բացի դրանից, օրինակ մեր նոր գիրքը, որը կոչվում է պոետն ու հոտը, ինչպես անել, որ երեխային գրավի գիրքը, հիմա հրատարակչությունները միջազգային ողողված են այնպիսի հետաքրքիր առաջարկներով, այո, օրինակ մեր այս գիրքը պետք է երեխան կարդա եւ վերջում փնտրի այն միրգը, որից որ բուրում է այդ միրգը, ու ինքը անպայման վերջում կգտնի դա հպվելով, մատը հպելով այդ մրգին պետք է հերթով գտնի։ Դա բացի դրանից, որ կարդում է, նաև այն տարիքային խմբի համար է նախատեսված, որոնք որ առաջին անգամ կհայտնաբերեն իրենց հոտառությունը կամ կհասկանան, որ կարելի է աշխարհը ճանաչել հոտերով, գույներով։ Ամեն մի գիրք լուծում է մի խնդիր։ Կատեի դեպքում պապիկի եւ մեծ սերունդի հետ կապն է փորձում։ Ունենք հայ գրող Ռուսլան Սաղաբալյանը, որը 7 գալակտիկաների դպրոցն է նախատեսված ավելի բարձր տարիքի համար, բայց նկարազարդումները այնպիսին են, որ երեխան եթե վերցրեց ձեռքը, այդ 150 էջը չի զգալու, կարդալու է, անցնելու է առաջ։ Մի խոսքով ամեն ինչ արվում է, որպեսզի երեխաները կարդան։ Եվ իսկապես խաղը բարի վերածվի։ Այո, դա բիզնես, կարելի ասել միտում չունի, մենք այնպիսի գրքեր ենք անում, որը որ առաջինը հենց մեր երեխաներն են ընթերցում։ Եվ եթե նրանք չեն հավանում, օրինակ կամի գիրք, ասում են, որ սա շատ բարդ է, մենք արդեն մտածում ենք դրա երկրորդ հատորը հրատարակենք թե ոչ, որովհետև երեխաներն են որոշում այս դեպքում։ Այո, դե ընթերցողները նրանք են եւ հրամայողը նրանք են։ Արձագանքներն էլ նրանցից լսել։ Գևորգ, մեծ փառատոնի ժամանակ նաև շատ են հատվածներ առանձնացված Նյումեգ Summer Fest-ի ընթացքում, երկու մեծ բեմ, տարբեր մեծ էկրաններ, ինչպես եք ներկայանալու։ Մենք ներկայանում ենք, որոշել ենք ներկայանալ նոր ձևաչափով, քանի որ այս անգամ հենց Նյումեգի Summer Fest-ը նոր ձևաչափ էր իրանից ներառում եւ դա շատ մեծ հետաքրքրեց Կեսո Production-ին եւ այս անգամ մենք որոշեցինք այլևս չլինել որպես համագործակցող կողմ, որոշեցինք լինել գործընկերներ այսուհետ եւ ստեղծագործել։ Եվ ստեղծագործել, այո։ Եվ տեխնիկապես նոր հագեցվածություն է նաեւ մեզ մոտ
եւ նաեւ թիմի տեխնիկական ազգակազմի մասնագիտական վարկանիշ սայանքան է, որ մենք որոշել ենք նոր ձևաչափով ներկայացնել եւ մնացածը ասում եք թողնենք արդեն Այսինքն տեխնիկապես էլ շտոր հանդես լինելու էլի այս դեպքում ամեն առումով ցանկացած կետով փաստորեն դե ինչ ձեզ մաղթում ենք հրաշալի հագեցած օրեր, նախ սկսենք այսօրվանից, ձեզ լավ տրամադրություն, մեծ էներգիա, շատ շփոթներ, որպեսզի այս երկու օրն էլ աշխատենք ու կարողանանք ավարտին մոտեցնել մեր տարվա ու Նյումեգի գլխավոր ֆեստը։ Դե մենք այո, մաղթում ենք իսկապես էներգիա, ուժ եւ եռանդ, որպեսզի պատշաճ տեղ հասցնեք, դուք դա անում եք, դրա փորձը ունեք, հրաշալի է ստացվում ձեզ մոտ, այնպես որ հունիսի 21-ին եւ 22-ին Երազայգում Նյումեգը անցկացնում է Summer Fest, բաց չթողնեք, գրական, արվեստոտ եւ լավ երաժշտությամբ համեմված, իհարկե նաեւ գինով ողողված, համեղ եւ հետաքրքիր Summer Fest-ը։ Այո։ Գրքի մասին։ Նյումեգ Summer Fest փառատոնի մասին զրուցում էինք Նյումեգի երազմական մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանի եւ փառատոնի գլխավոր գործընկեր Gesso Production-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Մկրտչյանի հետ։ Փառատոնն այս տարի անցկացվում է գիր-գինի ջազ կոնցեպտով։ Նյումեգ Summer Fest-ը կներկայանա հունիսի 21-ին եւ 22-ին Երազայգում երեկոյան 5-ից մինչեւ կեսգիշեր։ Այո, երեկոյան 5-ին կլինի մանկական ծրագիր, երաժշտական ու պարային համույթներ, հանդիպում հայ հայտնի մանկագրի հետ 5 նոր գրքի շնորհանդես։ Երեկոյան 7-ին արդեն կսկսվի մեծերի համար նախատեսված գիր, գինի, ջազ հատվածը։ Բաց չթողնեք հանգստյան օրերը չափազանց հետաքրքիր անցկացնելու այս ֆանտաստիկ հնարավորությունը։